Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Իրինա Ատանյանը։ Ժամը 17:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան, կամ 1 զոհ, 12 վիրավոր։ Թվում էր, թե նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը, մինչդեռ վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել, նշել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը։ Նա հավելել է, որ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Փաշինյանի համար արժեք չունի անգամ անվտանգությունն ապահովող ոստիկանների կյանքը։ Գառնիկ Դանելյանը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին եւ շուտապույտ ապաքինում վիրավորներին։ Հայաստանում անցկացում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները։ Համաշխարհային սպորտի հեղինակավոր անձանց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ Հայաստան է ուղարկվում 15 վագոն դիզելային վառելիք։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը նավթամթերք է մատակարարում Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերից։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով դեկտեմբերին մատակարարումները կազմել են 1.210.280 տոննա, պրեմիում եվրո 95 բենզին 788.8 հազար դոլար արժեքով։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ստուգումներ իրականացնելիս Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Երևան-Գյումրի մայրուղում գտնվող Արսոիլ ՍՊ-ի լցակայանում հայտնաբերվել են խախտումներ։ Պարզվում է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, ինչի արդյունքում կասեցվել է հեղուկացված գազի, բենզինի եւ դիզելային վառելիքի աշտարակների գործունեությունը, մինչեւ խախտումների վերացումը տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Քիչ առաջ ոչ աշխատանքային օրով Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին։ Ժամը 13:30-ին Facebook-ում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա համոզմամբ այս հապճեպության նպատակ ապրիլի 17-ին վերաքննիչի որոշմամբ պատանուն ազատ արձակելու հնարավորության կանխումն է։ Այժմ, երբ նախաքննությունն ավարտվել է, կալանքը փոփոխելու հարցի քննությունը վերաքննիչում կչեղարկվի եւ կտեղափոխվի առաջին ատյանի դատարան։ Հիշեցնենք, Դավիթ Մինասյանի մասնակցությամբ միջադեպ է արձանագրվել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում։ 18-ամյա երիտասարդը վրդովվել է, երբ իրեն հրել են Նիկոլ Փաշինյանի թիկնապահները։ Միջադեպից 1-2 ժամ անց ոստիկանները վերադարձել են եկեղեցու բակ ու ձերբակալել երիտասարդին։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ օնլայնված գործընկերության համաձայնագրի կիրառումն ապահովող միջոցառումները համակարգող միջգիրատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են նոր ճանապարհային քարտեզի իրագործման ընթացքը, անդրադարձ է կատարվել մշտադիտարկման եւ հաղորդակցության նոր գործիքների ներդրման անհրաժեշտությունը։ Նիստի արդյունքներով փոխվարչապետը տվել է համապատասխան արձանագրություններ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մեծ հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում։ Այս պատմական պահին հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին փոփոխության ելույթին, որտեղ ես լինելու։ Այսօր ժամը 17:00-ին Ազատության հրապարակ, եղիր այնտեղ, կոչ են արել կուսակցության ներկայացուցիչները։ Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղություն հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին, պնդելով, որ թիրախավորում է Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Հեզբոլլահը եւս պատասխան հարվածներ է հասցրել, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել, սակայն ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը պնդել է, որ Հեզբոլլահը չպետք է մասնակցի դրանց։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված են Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուիշները, վաղ առավոտյան ժամանել է Իսլամաբադ։ Իրանի պատվիրակությունը Մոհամմադ Բաղեր Ղալիֆադվի եւ Աբբաս Արաղչիի գլխավորությամբ ժամանել է 3։ Սա ամենաբարձրաստիճան բանակցությունն է 1979 թվականից ի վեր։ Կողմերը բազմաթիվ տարաձայնություններ ունեն, այդ թվում Լիբանանում հրադադարի, պատժամիջոցների վերացման եւ Հորմուզի նեղուցի շուրջ։ Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված ապրիլի 11-ից 3-ը 12-ին 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մեր կասառույց։ Երևանում ապրիլի 11-ից 3-ը 12-ին 13-ի ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հնարավոր է նաեւ ամպրոպ։
Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։